Քանդակները գրեթե միշտ խոսում այն մարդկանց լեզվով եւ այն մարդկանց մտքերով, որոնք ստեղծում են այդ քանդակները։ Այսօր իմ հյուրն է քանդակագործ Վիգեն Ավետիսը։ Պարոն Ավետիս, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մշակութային հարթակ գալու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ավետիս, եթե մեկ բառով փորձենք ներկայացնել ձեզ ոչ որպես քանդակագործ, այլ որպես մարդ, որը կլինի այդ բառը։ Փորձենք սկսել ձեր մասին պատմությունը այդ բառով։ Ես ճիշտ ասած չեմ սիրում, որ ինձ որպես քանդակագործ են ներկայացնում, որովհետև ես մարդ եմ, որը քանդակել գիտի։ Ոչ թե որ ասենք կոչումներ չեմ սիրում, որ ասեն, որ ես սիրում եմ ուղիղ կապը մարդու։ Ես եւ դիմացինս։ Հիմա ես ինչով եմ զբաղվում, օրինակ դուք լավ բժիշկ եք, ասենք, չի ազդելու մեր բաները։ Այսինքն մասնագիտությունը չի, այլ դու ես մարդը, ես տենց եմ անցալում։ Ես կուզեի որպես մարդու հետ շփվեն, այլ ոչ թե հայտնի քանդակագործ, հայտնի նկարիչ, չգիտեմ, հայտնին պետք է մի կողմ թողնել, երբ որ չես աշխատում։ Այ աշխատելուց պետք է հիշես, որ դու հայտնի ես եւ դու սխալվելու իրավունք չունես, այսինքն քո գործերը պիտի դարեր ապրեն եւ դա պատասխանատվություն է, այո, ժամանակի արժեվ եւ մարդկանց արժեվ դու այնպեսի գործ պիտի ստեղծես, որ պիտի 2000 տարի հետո մի երեխա ասի, վայ, ես ինչ լավ գործ արել 2000 տարի առաջ։ Բայց այնուամենայնիվ մասնագիտական կենսուղում գալիս է մի շրջան, երբ որ քո կոչումը, քո մասնագիտությունը անունիցդ առաջ է անցնում, չէ՞։ Օրինակ, եթե տարիներ առաջ կարելի էր ասել Վիգեն Ավետիս քանդակագործ, հիմա բոլորը կարող են ասել քանդակագործ Վիգեն Ավետիս։ Սա կոչումը ինչ է լինել արվեստագետ։ Տենց բան կա, այո, ես դպրոցում Վիգեն Ավետիսյան էի, հետո երբ որ գալիս է պահ, որ դու քեզ պիտի ինքդ կերտես։ Վիգեն Ավետիսյանին կերտել էին ծնողներս։ Հետո գալիս է պահ, որ դու ոնց որ գիտեք, եկեղեցում էլ կա այդ սովորույթը, որ կնքվելուց դու ստանում ես նոր հոգևոր անուն, չէ՞։ Այո։ Այդ հոգևոր անունը նաև արվեստում կա, որտեղ շատ նման են, հոգևոր աշխարհը, հոգևորականի աշխարհը շատ նման է արվեստագետի ամենօրյա կյանքին։ Այսինքն հոգևորը ինչ ես պատրաստվում, մաքրում ես քո հոգին, չէ՞։ Այո։ Նույնը արվեստում է, մինչև չմաքրես քո հոգին, քո արվեստի գործը չի ստացվի։ Կարող է գեղեցիկ լինի, բայց ինքը արվեստի գործ չի լինի։ Այսինքն դու սկզբից պետք է ստեղծես քեզ, հետո անուն որոշես քեզ, իսկ իմ ազգանունը շատ գեղեցիկ է Ավետիսյան, այսինքն Ավետիս, բարի լուր, հետո սկսում ես նմանվել քո անվանը, հասկանում եք, այսպես բան, ամեն մարդ նման է իր անվանը, եթե նկատել եք, չէ՞։ Իսկ երբ որ դու ես ընտրում, հետո արդեն դառնում ես նոր կերպար, նոր մտածող, հետաքրքիր պահ է։ Ինքնաբերաբար է ստացվում, բայց դա ունի իր նշանակությունը։ Պարոն Ավետիս, բայց այնուամենայնիվ արվեստագետ լինելը պարտավորություն է, թե առաքելություն։ Իմ կարծիքով առաքելություն է։ Դե գիտեք, բոլորը շնորհք ունեն, տենց անշնորհք մարդ չկա։ Մեկը լավ լսողություն ունի, մյուսը լավ հոտառություն ունի, մյուսը լավ շոշափելիքներ ունի, լավ աշխատում է։ Այսինքն դու պիտի ուշադրություն դարձնես, թե քո մարմնի որ մասն է զարգացած։ Եվ դա ավելին զարգացնես եւ դարձնես առաքելություն։ Որովհետեւ ասեցի, որ բոլորը ամեն մեկը ունի իր առաքելությունը կյանքում եւ երջանիկն նա, ով հետևում է իր առաքելությանը։ Արվեստագետները դրանով են երջանիկ, որ կարողացել են հաղթահարեն բոլոր փորձությունները կյանքի եւ հարազատ մնան իրենց ընտրությանը, այսինքն արվեստի որևիցե ճյուղին։ Պարոն Ավետիս, այնուամենայնիվ ուզում եմ անդրադառնանք եւ վերապրենք ձեր եւ քարի առաջին հանդիպումը։ Ինչպես եղավ եւ ինչ զգացողությամբ առաջին անգամ մոտեցաք քարին, որը դեռ որևէ տեսք չուներ։ Դե փոքր ժամանակվանից ես երազում էի մարմարի հետ աշխատել, հենց մարմարի։ Եվ ճակատագիրս ինձ տարավ Իտալիա։ Ուրեմն մեքենայով գնում էի դեպի Ֆլորենցիա, Ֆրանսիայից։ Մեկը տեսնեմ Կարարա բանը ցուցանակը դեպի Կարարա։ Ես չէի կարող չգնալ դեպի Կարարա, ու մի անգամ ես բարձրացա հանքերը Կարարայի։ Եվ իմ առաջի հանդիպումը Կարարայում եղավ այդ ժամանակ, դա 1999 թվականն էր, թե 98,
բարձրացակ հանքերը, տեսա այդ քարերը, չի հավատում աչքից, որ կարող եմ նույնիսկ վերցնել տանել հետս այդ մարմարը, որտեղ մարմարի սարեր էին այնտեղ։ Հիմա դες գնաց իմ կյանքը, որ ես Ֆլորենցիայում 25 տարի ապրելուց հետո տեղափոխվեցի Կարարա, ավելի մոտ հանքերին, մարմարին։ Եվ իմ հետագան ես տեսնում եմ այդ քաղաքում եւ հենց մարմարի հետ։ Ձեր յուրաքանչյուր քանդակ տարիների ընթացքում ավելի հղկվել եւ ավելի մի պատմություն է դարձել, որը ամեն մեկը յուրովի է պատմում այն պատմությունը, ինչը ներդրել եք։ Ինչպես են ծնվում այդ պատմությունները։ Ինչպեսի հոգեվիճակում ես գտնվում, այնպես էլ քո քանդակներն են ծնվում։ Դե գիտեք, ես շատ նմանացնում եմ բանին, կնոջ հղիությանը։ Շատ կարևոր է, որ կինը հղիանա սիրուց։ Այսինքն ինքը այնքան սիրահարված լինի, այնքան սիրի իր ամուսնուն, որ այդ հղիությունը կրկնակի երջանկություն պատճառի իրան։ Լինում են, ասենք, պատահական հղիություններ են լինում, արվեստագետների մոտ են լինում, պատահական նկարներ, պատահական ստեղծագործություններ, որոնք որ էլի լավն են, բայց չունեն այն իրական կենթանի շունչը։ Արվեստից տարբերվում է հենց դրանով, որ երկուսն գեղեցիկ են, բայց մեկի մեջ շունչ կա, մյուսը չկա։ Երբ որ շունչ ես դնում քարի մեջ, չգիտեմ, բրոնզի մեջ, կավի մեջ, այդ ժամանակ ինքը ապրող երևույթ է դառնում։ Այն ինչ որ ապրում է, որի մեջ կյանք կա, դա արվեստ է։ Օրինակ տեսեք, երկու ձևի կարելի է քանդակել։ Մեկը շատ նման, բայց ինքը արդեն կա։ Դա դառնում է հիպերռեալիզմ։ Այդ բոլորը կարող են անել։ Բայց երբ կա իրական արվեստը, երբ որ ինքը իրանից ես վերցնում եւ քոնն ես ներդնում, այսինքն դա ձեր մեջտեղի տարածքն է, հասկանում եք։ Այս տարբերությունները կան։ Դուք ո՞րն եք նախընտրում։ Երկրորդը, որ ես չեմ քանդակում իրան, ես քանդակում եմ իմ ու իրա հարաբերությունները, տարածքը։ Եվ շատ զգույշ պետք է լինել, որ չափից շատ չմտնես իր տարածք, իրան էլ չթողես չափից շատ գա։ Որտեղ գալիս է մի պահ, մեկ է քանդակը ինքն է սկսում քեզ ղեկավարել։ Դա էլ պիտի սանձես, որ կուլ չգնաս քո ստեղծածին։ Եվ միշտ կառավարես ընթացքը, շատ կարևոր է։ Իսկ քանդակը, գիտեք, շատ երկար է տևում նկարչի։ Օրինակ ես վերջի քանդակս 2 տարի տևեց։ Այսինքն ես 2 տարի պիտի կառավարեի իմ զգացմունքները եւ քարի հնարավորությունները, մեր հարաբերությունները նախ պետք է անկերական լինեն, ինքը պետք է վստահի ինձ։ Ես շատ լինում էր, գնում եմ, դնում եմ, չեմ կարող աշխատեմ, ինքը չի թողնում աշխատել, որտեղ ես դեռ պատրաստ չէի այդ պահին եւ հանկարծ վերցնում եմ մուրճ ու հատիճը, ուզում եմ իր վրա աշխատեմ։ Չի, ասում եմ դու ով ես։ Հələ մի հատ ներկայացի։ Պարոն Ավետիս, ձեր ստեղծագործությունների, ձեր քանդակների կերտման ժամանակահատվածում ինչի մասին եք մտածում։ Մտածում եք արդյոք ինչ տեսք է ունենալու այն եւ ինչ է դիտորդը տեսնելու, թե ուղակի քանդակում եք եւ ուղակի մտերմանում եք քարի հետ, ստեղծելով ձեր եւ քարի անձնական պատմությունը։ Երբ որ սկսում ես գործը, նախապես դու գիտես, տեսնում ես, ինչին ուր պետք է տանես։ Ոչ ոք չի տեսնում դա, մենակ դու ես տեսնում։ Եվ գնում ես դեպի դա, բայց ճանապարհին պետք է նաև թողնես, որ նորություններ։ Օրինակ ես չեմ սիրում կրկնել անել այն ինչ որ ես գիտեմ անել։ Ես ուզում եմ անել այն ինչ որ ես չգիտեմ անել։ Ինձ հետաքրքիր չի անել այն ինչ որ գիտեմ։ Ինձ հետաքրքիր է բացահայտումները։ Դրա համար շատ են ինձ ասում մի քանդակը մյուսից շատ է տարբերվում, որովհետև դա հոգեվիճակներ են։ Ես տես քանդակագործներ կան, որ միշտ նույն կամ նկարիչներ, միշտ նույն ոճի մեջ ինքը կրկնում է իրան, որտեղ գտել է այդ մոտեցումը եւ ինքը դրանով, ասենք, հայտնի է դարձել։ Ինձ չի հետաքրում հայտնի դառնալը կամ ինձ տեսնեն, ասեն, հա, այս Վիգենի քանդակն է, չէ, ինձ հետաքրքիր է բացահայտել։ Ես ինքս ինձ եմ բացահայտում, հասկանում եք, քանդակի մեջ ես մեկ էլ նայում եմ, ասում եմ, ես վայ, ես չէի կարող ասենց բան, այս ոնց արեցի։ Այսինքն սկզբից ես չգիտեի։ Օրինակ բանվորները, քարտաշները ինձ ասում են, ինչի՞ չես շուտ գալիս ժամը, ասենք առավոտը 7-ին սկսես աշխատանքը։ Ես իրանց մի անգամ պատասխանեցի, ասեցի, որ դուք որ գալիս եք ժամը 7-ին, դուք գիտեք ինչ պետք է անեք։
Գալիս եք, սկսում եք անել են, ինչ որ 3 կիսատ եք թողել։ Ես որ գալիս եմ, ես չգիտեմ ինչ պետք է անեմ։ Այսինքն ես պետք է այնքան պատրաստվեմ, ինձ պետք է առավոտը 2-3 ժամ, որ ես ինձ պատրաստեմ։ Պարոն Ավետիս, ժամանակի ընթացքում ո՞նց է աճել ձեր աչք ուղեղ ձեռք հարաբերությունները։ Ամենակարևոր պահն է դա, երբ որ միացնում ես բոլոր զգայարանները։ Սինխրոնիզացիա է կոչվում սա, երբ որ ամեն ինչը ենթարկվում է քեզ, դու տիրապետում ես։ Մակցում։ Դա կոչվում է նաև պրոֆեսիոնալիզմը։ Երբ որ հասնում ես այդ պրոֆեսիոնալիզմին, որ աչքդ, ուղեղդ, ձեռքերդ համագործակցում են եւ կատարում են այն ինչ որ սիրտդ է զգում, նայ սրտով զգում ես, տալիս ես ուղեղիդ, ուղեղը աչքերիդ, հելադրում ես ձեռքերին, միանում են դրան եւ ինքնստինքյան ստացվում է։ Այսինքն այդ մի հատ process-ը ալխիմիա է։ Ալխիմիա ընդհանրապես արվեստը ալխիմիա է։ Օրինակ ես կարամ մի հատ փուջուր քար գտնեմ եւ իրան ոսկի դարձնեմ։ Այդ նույն քաշի ոսկի կամ հազարապատիկ ոսկի։ Օրինակ մի քար, որը ոչինչ չարժի, ես իրան կարող եմ դարձնել 1 միլիոն եվրո։ Շատ ուշադիր է պետք լինել, պետք է տգեղին չնայել, պետք է գեղեցիկ փնտրել եւ գեղեցիկով հիանալ։ Սա աշխատանք է, այո։ Իսկ կարգ ու կանոնը գեղեցիկը մարդու հոգին հղկում է, այո։ Ձեր քանդակներում միշտ զգացողություններ, զգացմունքներ կան։ Ցավ, լռություն, ցասում, ինչու ոչ։ Ինչպես եք ընտրում թեման։ Ինչ պիտի արտահայտի այս քարը։ Սա քարի որակից է կախված, թե ամեն դեպքում քանդակագործի մտորումներից։ Գիտեք, օրինակ ես քանդակ ունեմ, հենց տենց էլ կոչվում է զգացմունք, իտալերեն sentimento։ Ես այդ քանդակը հատուկ արեցի, որովհետև աշխարհը շատ հեռացել է զգացմունքներից։ Ես ուզում եի ուշադրությունը մարդկանց հրավիրել զգացմունքների վրա, որ մանավանդ արվեստը դարձել էր անզգացմունք։ Հիմա էլ հիմնականում արվեստը դա բան է, ամեն ինչ կա, բացի զգացմունքներից, որտեղ մարդիկ վախենում են զգացմունքներից, եւ ամեն մարդ չի, որ զգացմունքային նկար կամ զգացմունքային քանդակ կուզի իր տանը ունենա, որտեղ այդ քանդակը իրան հիշեցնում է, որ ինքը մարդ չի։ Այսինքն մարդը երբ որ զգացմունք ունի, չէ՞։ Մարդը հիմա այսօրվա մարդը 21-րդ դարի մարդը աշխատում է զգացմունքներով չափրի, որտեվ այդքան իսկ զգացմունքը դա գեղեցիկն է, գեղեցիկի գնահատականն է։ Եթե դու չես գնահատում գեղեցիկը, դու դառնում ես կամաց անզգացմունք, իսկ այսօրվա հասարակությունը հենց դեպի դա է գնում, զգացմունքներից հեռանալ։ Ես ուզում եի զգացմունքներին մոտեցնել եւ ստեղծեցի հատուկ այդ քանդակը, որը կոչվեց զգացմունք։ Ես քանդակեցի աշխարհի ամենագեղեցիկ ֆորմաները։ Դա կիններ, կնոջ դեմքը եւ ձին։ Այդ երկու կատարյալ ստեղծագործությունները բնության մեջ ես միացրեցի իրար եւ շատ մեծ հաջողություն ունեցավ այդ քանդակը։ Անկամ այդ քանդակը վերջում գնեց աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Պարզվեց այդ չինացին իմ քանդակի, այսինքն զգացմունքների կարիք ուներ։ Ինքը լիքը փող ունի, բայց զգացմունք չուներ։ Հիմա այդ քանդակը ստարադրել է իր մոտ, որ հիշի, որ մարդ լինելը դա զգացմունք ունենալն է։ Կա գործ, որը երբեք չեք վաճառի։ Գիտեք ինչ, նայեք, ոնց որ ասեք, կա ունեք աղջիկ, որը երբեք չեք ամուսնացնի։ Դες բան չեր ենում, չէ՞։ Հա, ունեմ, 4 աղջիկ ունեմ, բայց վերջում կուզենամ բոլորն էլ երջանիկ լինեն։ Լսի, այդ աղջիկների հետ եմ ես միշտ համեմատում իմ քանդակները, որ ուր որ գնում է, ինքը պետք է երջանկություն տարածի իր շուրջը։ Եվ ինքը երջանիկ, ինքը սիրված պետք է լինի։ Ես ստեղծում եմ մի գործ, որ ուզում եմ համ ինքը գնահատված լինի, համ էլ երջանկություն տարածի իր շուրջը։ Ես շատ խորը զգում եմ, երբ որ իմ քանդակները դժբախտ են լինում։ Այսինքն գտնվում են միտեղ, որտեղ իրանց չեն ընկալում կամ չեն մեծարում։ Չէ, արվեստը պետք է մեծարի, կինը պետք է մեծարվի, գեղեցիկը պետք է մեծարվի։ Սա է մարդ լինելու բանը, գաղտնիքը։ Իսկ երբ եք հասկանում, որ քանդակն այլևս կենթանացած է եւ ինչ որտեղ նաեւ ձերը չէ։ Երբ որ տեսնում եմ, որ էլ անելիք չունեմ, ինքը ասում է ես պատրաստ եմ, ինքն է ասում։ Ես այնքան ժամանակ եմ աշխատում, մինչև ինքը ինձ ասի հերիքա։ Եվ ես գաղտնիք էլ ասեմ, քանդակելը
դա մի հատ հակառակ process ունի։ Դու պետք է սկսես չքանդակել։ Ընդհանրապես բոլորը քանդակում են, չէ՞։ Դու պետք է չքանդակես շատ բաներ։ Ուզում ես անես, բայց քեզ պետք է բան անես, տիրապետես եւ չանես այն ինչ որ պետք չի։ Հիմա ես քանդակում եմ այն ինչ որ պետք է մենակ։ Այն ինչ որ լավն է, բայց խանգարելու է, հասկանում եք, քանդակը դա զարդ չի։ Պարոն Ավետ, իսկ քանդակագործի ձեռագիրն ինչպես է մշակվում։ Գուցե օրինակ այն ուսուցիչները, ովքեր հիմքը դնում են, ինչպես է գալիս դրան, որ ունեք դուք սեփական ձեռագիրը եւ աշխարհի որ երկրում էլ տեսնենք, կարող ենք ասել, որ սա Վիգեն Ավետիսի ստեղծագործությունն է։ Ձեռագիրը ինքնստինքյան է ստեղծվում։ Ինչպեսին դու ես, այնպեսին էլ քո ձեռագիրն է։ Բայց իհարկե սկզբնական շրջանում շատ կարևոր է ուսուցիչը։ Ով է տալիս քեզ այդ ձեռքերի շնորհքը։ Ես շատ երկար աշխատել եմ, օրինակ 15 տարեկանից ես 8 տարի ամեն օր աշխատել եմ Արա Հարությունյանի հետ։ Եվ դրանից սովորել եմ ոչ միայն աշխատել, այլ ապրել եւ մտածել։ Այդ իհարկե շատ կարևոր է։ Հետո շատ կարևոր է ում հետ ես շփվում։ Դու պետք է շատ զգույշ լինես, ասենք հայհոյանքներ չլսես։ Նայ։ Այն մարդկանց հետ պետք է շփվես, ովքեր չեն հայհոյում խոսքի ընթացքում։ Այդ շատ կարևոր է, որովհետև ամեն վատ բառ, ամեն տգեղ բառ քեզ վնասում է։ Մարդիկ չեն հասկանում, մտնում են, շփվում են, բան չէ, ես իրավունք չունեմ։ Ես պետք է միշտ ուշադիր լինեմ, իմ հոգևոր դաշտը չկեղտոտվի։ Ես ինքս էլ օրինակ հայհոյանք չեմ, ոչ մի լեզվով, ոչ իտալերենով, ոչ ես մերժում եմ այդ շփման այդ ձևը, որովհետև մարդիկ չեն հասկանում, որ խոսքը, ձայնը դա ալիքներ են։ Այդ խոսքը պետք է մաքրամաքուր լինի։ Եվ շատ կարևորում եմ օրինակ հայերեն խոսքը։ Հայերեն Հայաստանում շատ քիչ մարդիկ են հայերեն խոսում։ Եթե նկատել եք, ես ձեռքերից վրա կարող եմ հաշվել տղամարդկանց կանանց, որոնք հայերեն գիտեն։ Հայերեն խոսում են, բայց հայերեն չգիտեն։ Պարոն Ավետ, իսկ թույլ տվեք ասել, որ ձեր կենսափորձի ընթացքում կարող եք կարծիք արտահայտել ինչ է հաջողությունը։ Հաջողությունն ավելի շատ գնահատում եք արտաքուստ, թե այլ օրինակ ներաշխարհով։ Շատ հետաքրքիր հարց է։ Մտածել եմ այդ ուղղությամբ, որտեղ երբեմն իմ իտալացի ընկերները կամ հայ ընկերները ինձ գալիս ասում են, վայ դու հայտնի մարդ ես դարձել։ Բայց արդեն դու բան ես ես։ Ես իրանց միշտ ասում եմ, որ լսեք, ես ապրում եմ իմ կյանքով։ Սա իմ կյանքն է, ես չեմ կարող հայտնի չլինել։ Ինչ է նշանակում, քանդակագործ լինես, այսինքն արվեստ ստեղծես եւ անհայտ լինես, դա հակառակ բաներ են։ Հիմա այնքան բնական է, որ ես պետք է հայտնի լինեմ։ Ես հակառակ դեպքում ինչ եմ անում ես, չէ՞։ Այսինքն դա մաս է կազմում իմ աշխատանքի։ Ես չեմ կարող բանում, ասենք քարանձավում աշխատեմ, հետո գնամ ինչ ասեմ, ոչխարներից պահեմ, չէ, ես պետք է շփվեմ, տես եկել եմ ձեզ հյուր, ես ձեզ հետ նաև կիսվում եմ իմ փորձով, քանի դեռ կենթանի եմ, ես նաև խոսքով պիտի շփվեմ աշխարհի հետ, ոչ միայն ասենք քանդակներով։ Մի խոսքով այդ հայտնի լինելը դա իմ աշխատանքի մի մասն է կազմում։ Անից որ դա իմ համար այնքան սովորական, ոչ թե սովորական է, դա է ձևը։ Կեսաձև է դարձել։ Դա ինձ ոչ լավ է, ոչ վատ է, ասենց ասեմ։ Դա իմ կյանքն է։ Ես ապրում եմ իմ կյանքով, ուրիշի կյանքով չեմ ապրում։ Եթե այսօր հնարավորություն ունենայիք ընտրել որևէ քար, որևէ նյութ ու պատրաստել ձեր դիմապատկերը քանդակի տեսքով, ինչպիսի քար կլիներ դա եւ ինչ էմոցիա կարտահայտեր։ Լսեք, սենց մի հատ հետաքրքիր բան կա։ Օրինակ Նեֆերտիտին էի քանդակում, ես ես վերջերս, մեկ էլ նաև բոլորն էլ եկան զգացին, ասում ես քեզ է նման ես Նեֆերտիտին։ Որովհետև մանավանդ դեմքը միշտ հեղինակին է նմանվում, կապ չունի։ Մեկը ինչ որ բան քեզանից մտնում է այնտեղ։ Այնց որ բոլոր քանդակներն էլ փաստացի իմ դիմաքանդակներն են, հասկանում եք։ Մեկը ես մեջը մտնում եմ, իմ դե որտեվ դա ենթագիտակցաբար մտնում է, իմ ձեռքերը, իմ շարժու ձևը, այդ ամեն ինչը ես եմ։ Անունը Նեֆերտիտի է, բայց դա Վիգենն է։ Չասացիք ինչ նյութից կլիներ ձեր քանդակը։ Ես շատ սիրում եմ կավը։
Կավը, որտեղ քո ձեռքերի հպման հետ է կապված կոնկրետ։ Եվ էներգիան եւ տաքությունը ես հա երևի բան, հետո շատ սիրում եմ թրծակավ, այսինքն քանդականում եմ ու թրծում եմ։ Հետո իհարկե կարա վերածվի բրոնզի։ Բայց ես հարգում եմ, սիրում եմ, շատ եմ սիրում կավը։ Երևի կավից։ Ինչը կարող է ստիպել, ինչ իրավիճակ կարող է լինել, որ Վիգեն Ավետիսը ասի վերջ, այլևս չեմ ստեղծագործելու։ Ինձ օրինակ շատ խանգարում է դժբախտությունը։ Հենց որ մի բան է պատահում, ես դժբախտանում եմ, ասենց ասեմ, մարդը ասել է, ապրում ես, ամեն ինչ պատահում է։ Հա, այդ ժամանակ ես չեմ կարողանում ստեղծագործեմ։ Հա, մեկ էլ որ ասենք ինձ շատ են փորձել սպանել, կամ էլ պետք է սպանեն, որ չաշխատեմ։ Այսինքն ինձ անհնար է կանգնացնելը։ Ես մեկը աշխատում եմ։ Հա, ես մեկը ստեղծագործում եմ, ինձ դժվար է կանգնացնելը։ Պարոն Ավետիս, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Քարն ունի հիշողություն, բայց ոչ արտահայտվելու միջոց, բայց երբ հանդիպում են քարն ու քանդակագործը, ծնվում է մի նոր պատմություն։ Իսկ մենք մշակութային երկխոսության հարթակում կհանդիպենք հաջորդ անգամ։